Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաև Պրոսպեկտ մոլի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոփ-արտն է։ Այսօրվա մեր հյուրն այն հայտնիներից է, ով հասարակության շրջանում լայն ճանաչում ձեռք բերեց դեռ տարիներ առաջ իր հումորային եւ ժամանցային հաղորդումով։ Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ կարող է լինել նաեւ դերասան եւ երգիչ, նկարահանվելով ամենահայտնի սիթքոմներից մեկում, այնուհետև սերիալում։ Ի տարբերություն շատերի, նրա անձնական կյանքը մինչ օրս քննարկման առիթ չի հանդիսացել, սակայն բոլորովին վերջերս եղավ ճիշտ հակառակը։ Նրան սիրավեպ վերագրեցին դերասանուհի Մերի Հակոբյանի հետ։ Այսօրվա մեր հյուրը հեռուստահաղորդավար Հակոբ Հակոբյանն է։ Ոնց պրոֆեսիոնալ ապարատերն է։ Սիդի ասում են այդ ասեկոսեն հարուստն է ժողովուրդ։ Այ մի հայլել չկար, հա։ Անձրև է գալիս։ Տամ, ուր գնաս քո հետքերով գամ։ Գնա կյանքը քո վայելիր, գնա գտիր քեզ նման զվուկավիկի։ Ողջույն Հակոբ, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Ողջույն, մեծ հաճույքով եմ այստեղ գտնվում։ Սկսենք զրույցը ձեր հեռուստահաղորդավարի մասնագիտությունից։ Կար ժամանակ, երբ միանգամից 5 նախագծով էիք եթերում, եւ իհարկե դա գովելի է, ինչ որ չափով նաեւ նախանձելի է, սակայն այդ ամենն ուներ նաեւ իր հակառակ կողմը, որովհետեւ շատ էին այդ ընթացքում քննադատությունները, որոնց մասին խոսելիս մեկ անգամ նշել եք, որ դա նորմալ է, քանի որ Գարիկ Մարտիրոսյանը եւ Իվան Ուրկնտը նույնպես միաժամանակ մի քանի նախագծում են։ Ձեր այս խոսքը ինչ որտեղ մեծամտություն էր թվացել հանդիսատեսի աչքին եւ մեկնաբանությունների տեղիք տվել։ Ամփոփելով այդ թեման, ըստ ձեզ, արդյոք ինչ որ վաստակի չպետք է հասնեք համեմատվելու համար նրանց հետ։ Ավելի մեծ վաստակի, այսպես ասեմ։ Հա, միանշանակ դա այդպես է եւ ես ինձ երբեք չեմ էլ փորձում համեմատել ինչ որ մեկի հետ եւ հատկապես նրանց հետ համեմատության մեջ չեմ փորձում ինձ դնել, որովհետեւ նախ պետք է սկսենք այնտեղից, որ մեր հեռուստատեսությունը չի կարելի համեմատել ռուսական հեռուստատեսության հետ։ Եվ դրանից հետո նաև արդեն ինձ։ Ես ինձ համեմատության մեջ չեմ դրել, ես միայն ասել եմ, որ դա նորմալ է, երբ որ հաղորդավարը ունենում է եւ առհասարակ աշխատող մարդը ունենում է տարբեր առաջարկներ եւ ժամանակ ունենալու պատճառով իսկ ընդունում է մյուս աշխատանքները։ Իսկ ինչու ոչ, եթե ես ունեմ ազատ ժամանակ եւ օրինակի համար 5-րդ հաղորդումը, որը շատ հանկարծակի էր, օրինակ The Voice-ում լինել որպես օրագրերի հաղորդավար, ես ունեի դրա ժամանակը եւ ես սիրով նաեւ համաձայնեցի մասնակցել այդ հաղորդման, որովհետեւ դա էլ էր ինձ հետաքրքիր։ Ինձ հետաքրքիր էր նաեւ նույն շրջանում լինել ՈՒՊՍ-ում, ինձ նույն շրջանում հետաքրքիր էր նաեւ լինել բարտերում եւ դրանք նկարահանումների առումով, գրաֆիկային առումով այնպես էին դասավորվում, որ ամիսը 1-2 անգամ նկարահանումներ էին եւ ես միանգամայն ունեի դրա ժամանակը։ Եթերում շատ է երևում, ճիշտ է, բայց ժամանակային առումով դա շատ ժամանակատար չէր եւ ես դրա համար էլ համաձայնել եմ լինել։ Այո, դա քննադատվեց։ Նույն հեռուստահաղորդավարներն ու դերասանները շատ ժամանակ նշում են, որ մշտապես նույն մարդիկ են եթերում եւ հետին պլան են թողնում այն մարդկանց, ովքեր ունեն եւս շնորհք, սակայն նրանց մշտապես եթերում լինելու պատճառով նրանք մնում են ստվերում։ Երբևէ այս տեսանկյունից փորձել եք նայել։ Այո, ես համաձայն եմ այդ գաղափարի հետ իդեպ։ Թող չթվա, թե ես ուզեցել եմ, որպեսզի բոլոր հաղորդումներ ու բոլոր սերիալները իմը լինեն, ամենևին։ Բայց եթե ես չհամաձայնեի, մեկ ուրիշին էին, չէ, առաջարկելու։ Կա ճշմարտություն դրա մեջ եւ միգուցե հիմա օրինակի համար ես էլ եմ նույն բանը մտածում, որ ես էլ եմ ուզում լինել ինչ որ միտեղ, բայց ինձ չեն հրավիրում այդ հաղորդման որպես հաղորդավար, չէ, օրինակի համար։
Այնինչ ես մտածում եմ, որ ես լավը կլինեմ այդտեղ, բայց հաղորդավարն ինչ մեղք ունի։ Իրան են առաջարկել, այսինքն առաջարկողից է այստեղ հարցը։ Հակոբ, 5 տարբեր հաղորդում, 5 տարբեր լսարան եւ բացի նրանից, որ նշում եք, որ ժամանակ ունեք եւ ինչու՞ չեք ընդունել եք առաջարկները, բայց այստեղ նաեւ գալիս է հոգնելու եւ հոգնեցնելու խնդիրը։ Դուք այդ մտավախությունը չեք ունեցել։ Այ հոգնոցնելու մտավախություն ունեցել եմ, բայց հոգնելու ոչ։ Կարծում եմ հիշում եք ինձ հեռուստատեսությունում, թե ես ինչպիսին եմ եղել առասարակ, ես չեմ հոգնում։ Ես այդ տարածքում ընդհանրապես չեմ հոգնում, որովհետև ես այդ տարածքում այնպիսին եմ, ինչպիսին ձուկը ջրում է։ Ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես կարող եմ օրերով մնալ այնտեղ, գիշերել այնտեղ, արթնանալ հեռուստատեսությունում, շարունակելով աշխատել եւ ես չեմ հոգնում, որովհետև դա այն ինչ ես սիրում եմ։ Դա հաց ու ջրի նման մի բան է։ Հոգնեցնելու առումով այո դուք ճիշտ եք ասում եւ երևի թե դրանով էր նաեւ պայմանավորված միգուցե իմ այս պահին հեռուստատեսությունում դադարը։ Իսկ հետաքրքիր է դա ձեր որոշումն է թե պարզապես այլևս առաջարկներ չկան որպես հաղորդավար։ Որպես հաղորդավար մասնագիտության մասին է հիմա խոսքը, որպես հաղորդավար ես այս պահին չունեմ առաջարկներ, կան մտահղացումներ եւ կան խոսակցություններ, բայց հստակ առաջարկներ այս պահին չունեմ, իսկ ես առաջարկներ այս պահին սպասում եմ միայն Pan-Armenian Media Group-ից։ Հակոբ, խոսելով հեռուստահաղորդավարի ձեր մասնագիտությունից եւ ձեր վարած հաղորդումներից, պետք է փաստենք, որ ինչքան էլ որ դուք եղաք տարբեր նախագծերում, սակայն այսօր երբ ասում ենք Հակոբ Հակոբյան, հիշեցնում ենք Ուպսի Հակոբ անվանումով։ Հետաքրքիր է, ինչու է այդպես ըստ ձեզ։ Ուպսը ամենահաջողված նախագիծն էր, թե պարզապես դրանով եք սկսել, այդ պատճառով էլ ձեզ այդպես են հիշում։ Նախ դրանով սկսեցի, միգուցե դրա համար են ինձ այդպես հիշում։ Երկրորդը Ուպսը այնպեսի մի հաղորդում էր, որը չուներ տարիքային սահմանափակում, կարծես, եւ սկսած ամենափոքրիկներից նույնիսկ դեպքեր էին լինում, երբ որ փոքրիկ ով ընդհանրապես խոսել չգիտի եւ չի էլ հասկանում, ինքը ուղղակի նայում էր ինձ։ Ու ծնողները ինձ նամակ էին գրում կամ նկարահանում էին, որ Ուպսի ժամին իրանք միացնում են հեռուստացույցը, որ այդ երեխան ինձ նայի, որովհետև այդ երեխան այդ ընթացքում հանգստանում էր։ Ես չգիտեմ դա ինչից է այտենց։ Ես չեմ կարող ասել, որ դա նրա համար էր, որովհետև ինքը շատ լավ հումորային հաղորդում էր, ու ես էլ շատ լավ հումորիստ էի։ Ոչ, ամենևին ես ինձ լավ հումորիստ չեմ համարել։ Եվ շատ հաճախ ցենց հենց շփոթում են որպես հումորիստ, այլ ոչ թե որպես հաղորդավար։ Եվ ես ճիշտ ասած ինձ մի քիչ վատ եմ զգում, որովհետև ես իրականում հումորիստ չեմ, ես չեմ էլ փորձում ինձ համեմատել հումորիստների հետ։ Ես հաղորդավար եմ, ով մի քիչ էլ հումոր ունի երևի, դրա համար են տենց ստացվել։ Կամ ուղղակի իմ եթերների ժամանակ մարդիկ հաճախ ծիծաղում են, դրա համար էլ ինձ որպես հումորիստ են նայում նաև։ Ինչ է ուզում ասել, Ուպսը նաև իր տարիքային սահմանափակում չունենալու պատճառով իր թեթևության միգուցե շնորհիվ եւ նաև իր եթերում երկար լինելու շնորհիվ էր, որովհետեւ ավելի քան 3 տարի ամեն օր եթերում էր բարդ աշխատանք է։ Այո, ամեն օր։ Հետո ավելացավ մինի Ուպսը, հետո ավելացավ թաքնված Ուպսը։ Իսկ հետաքրքիր է ինչ եղավ, որ Ուպսն այլևս եթերում չէ։ Սպառեց այն իրեն, թե պարզապես հասկացաք, որ այլևս կարիքը չկա։ Սպառվեց Հակոբ Հակոբյանը Ուպսում, անկեղծ։ Եվ հեռուստատեսության ղեկավարի հետ միասին մենք եկանք եւ հասանք այն որոշմանը, որ Ուպսին դադար է պետք եւ Հակոբ Հակոբյանին էլ Ուպսում, որովհետեւ ես սկսել էի չծիծաղել ոչ մի վիդեո նայելուց։ Այսինքն ինձ համար բոլոր վիդեոները տխուր էին եւ անհետաքրքիր։ Ինձ համար իսկապես տխուր էին բոլոր վիդեոները, որովհետեւ ես այնքան վիդեո, ես օրական պատասխանում էի 100-ից 200 նամակի, ես ինքս։ Նայում էի այդ վիդեոները, ընտրում էի դրանցից 3-ը եւ հետո անցնում էի 4-ը, հետո անցնում էի մյուս օրական ցուցադրվում էր 20-ից 30 վիդեո։ Դուք պատկերացնում եք տարիների ընթացքում դա ինչ է նշանակում։ Հոգնեցուցիչ է նաև։ Իսկապես ես ուղղակի ես երբ հասկացա, որ ես չեմ ծիծաղում, իսկ եթե ես չեմ ծիծաղում, դա ինձ դուր չի գալիս, եւ երբ որ ինձ սկսում է դուր չգալ, աշխատանքն է բարթանում եւ ավելին հետո դա մեկնաբանելն է բարթանում եւ ես դառնալու եմ անհետաքրքիր։ Եվ ավելի լավ էր ուղղակի ճիշտ ժամանակին դադարեցնել հաղորդումը, որպեսզի ես ինքս էլ ավելի վատը չլինեի եթերում։ Ինչպես նշեցիք, ճիշտ ժամանակին դադարեցրեցիք եւ դրանից հետո նկարահանվեցիք Քարեդարտ սիթքոմում։ Սակայն Քարեդարտ սիթքոմում ձեր կերպարը այդքան էլ երկար կյանք չունեցավ, որովհետեւ հարմար առաջարկ ստանալու դեպքում դուք այն լքեցիք եւ սկսեցիք նկարահանվել Աբելի քույրը հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում եք падգամավորի տղայի։
Հակոբ, մեկ անգամ ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ այնպես չէ, ցիտում եմ ձեզ, որ ձեր երազանքներ սերիալում նկարահանվելը, բայց այնուամենայնիվ ընդունեցիք առաջարկը եւ նկարահանվեցիք։ Այս դեպքում ինչու։ Դադարը շատ տևեց ուպսից հետո, շատ տևեց, այդ իսկ պատճառով կարիք ունեիք հեռուստատեսությամբ երևալու, թե այնուամենայնիվ ֆինանսական միջոցներն էլ այստեղ կապ ունեին։ Ձեր բոլոր թվարկածներն էլ կապ ունեին, անկեղծ։ Իհարկե ուպսից հետո չմոռանանք նաև սոված խաղերի մասին, որը նաև բավականին էլի երկար կյանք ունեցավ նկարահանումների առումով եւ նաև լավ արձագանք ունեցավ։ Իսկ ինչ վերաբերվում է սերիալի առաջարկին, այո, Մամուկը եւ քարե դարդում Մամուկը ինձ հետաքրքիր չէր։ Այնքան ինչքան նկարահանվել մեկ այլ հեռուստասերիալում։ Ընթացքում հասկացաք, թե պարզապես այդ ժամանակահատվածում ինձ համար նկարահանվել քարե դարդում եւ կարծում եմ այնտեղ գտնվողներից յուրաքանչյուրի համար դա մեծ էքսպերիմենտ է։ Այսինքն դա մի փորձություն է, որը մարդը դերասանը, իսկ ես հələ դեռ դերասան չէի, պետք է հաղթահարի եւ պետք է անցնի եւ դա հետաքրքրություն է, հա։ Ինձ համար էլ էր դա այդպես անկեղծ։ Քարե դարդի իմ մարմնավորած կերպարը Մամուկը շատ քիչ էր եթերում։ Միշտ ծեծված էր ու նվաստացած էր։ Միշտ խեղճ էր ու մի խոսքով։ Փաստորեն այնպես էր ստացվել, որ ինձ հաջողվել էր մարդկանց համոզել, որ Մամուկն իրականում հենց այդպիսին է։ Եվ Մամուկը ի զարմանս ինձ ապրում է մինչև այսօր, արդեն շատ երկար ժամանակ անց։ Եվ մինչև այսօր յուրաքանչյուր եւ հիմնական բոլոր եթերներից հետո գրում են իսկ ինչ եղավ Մամուկը, իսկ ուր է Մամուկը, իսկ ինձ երբ որ տեսնում են գոռում են Մամուկ, Մամուկի հետ լուսանկարվում են, Մամուկի հետ ուրախանում են, Մամուկին գրկում են, Մամուկին սիրում են, Մամուկը չի լքում ինձ։ Ի զարմանս ինձ։ Իսկ ինչ վերաբերվում է Աբելի քույրը հեռուստասերիալին, դա էլ ինձ համար շարունակում էր մնալ որպես էքսպերիմենտ, դա էլ ինձ հետաքրքիր էր։ Բայց իհարկե այդ ընթացքում էլ ես նորից մտածում էի եւ սպասում էի իմ հաղորդման առաջարկին, որ այդպես էլ տեղի չէր ունենում։ Ինչպես հիմա եմ սպասում, հա։ Հակոբ, ինչպես նշեցիք, սիթքոմը եւ սերիալը երկուսն էլ ձեզ համար էքսպերիմենտներ էին։ Սակայն եթե մի փոքր հետ գնանք եւ նայենք այս ամենին ավելի մասշտաբային տեսանկյունից, շատ դերասաններ առավել եւս նորելուկ երազում են հայտնվել այս կամ այն սիթքոմում, այն էլ նման վարկանիշ ունեցող սիթքոմում, որակի մասին չենք փորձում խոսել։ Հետաքրքիր է, խուսափում են սերիալներից, երազում են հայտնվել սիթքոմում, ձեզ մոտ կարծես թե հակառակը եղավ։ Չասեմ նորելուկ, բայց այս ասպարեզում նոր քայլեր ձեռնարկող դերասանի համար մեծ բան է մի անգամից հայտնվել սիթքոմ։ Ինչու թողեցիք, եթե փոքր փորձեք բացել փակագծերն ու անկեղծանեք, ինչու թողեցիք այն։ Գիտեք ինչ, ես ինչպես քիչ առաջ արդեն խոսում էի, որ երբ որ ես հեռուստատեսությունում եմ, ես ձուկ եմ, ով որ ջրի մեջ է, այդ շրջանում ես ինձ ջրի մեջ չէի զգում։ Ես ձուկ էի, որը ցամաքում էր։ Այսինքն ինձ դուր չէր գալիս այն ինչ որ ես անում էի։ Եվ շատ հաճախ նաև ինձ դուր չէին գալիս արձագանքները, այն ինչ որ ես անում էի եւ կոնկրետ ձեր կերպարի հետ կապված։ Ընդհանրապես ինձ շատ հաճախ ասում էին, որ գիտեք Հակոբ ջան, ձեզ չի սազում դա։ Շատ չեմ ուզում մանրամասնել, միայն այդքանը։ Ձեզ չի սազում։ Մենք չէինք սպասում, հա, արձագանքները։ Դրանք շատ չէին, իհարկե լավ արձագանքները եւ լավ մեկնաբանությունները, հատկապես փոքրերի շրջանում, շատ ավելին էին, բայց ինձ համար կարևոր է հասարակության կարծիքը յուրաքանչյուր գործում, ինչ որ ես արել եմ եւ անելու եմ։ Եթե մի բան, որը ժողովրդին դուր չի գալիս, իմ արածներից, եթե մի բան, որը հնարավոր է, որ ես էլ եմ մտածում, որ դա սխալ է, ապա ոչ գումարը, ոչ վարկանիշը, ոչ իմ հեռուստատեսային կարիերան, ոչ իմ ճոխ հագնվելն ու մնացած այն վայելքները, որոնք ես պիտի դրանից հետո ունենա, ինձ հետաքրքիր չեն, ու ես դա ցույց եմ տվել իմ արած քայլով։ Ինձ հետաքրքիր է եղել այն, ինձ հետաքրքիր է եղել ցույց տալ վատ տղու կերպար, Աբելի քույրը հեռուստասերիալում, ու համոզել, որ այս տիպի մարդկանցից աղջիկներ ոչ թե պիտի սիրեք այս տիպի աղջիկներին, որովհետև այսօր շատ հայ աղջիկներ ծեծում է, ուրեմն սիրում է, տղաների են սիրում, այլ ես ցույց տվեցի, որ փորձեցի ամեն դեպքում ցույց տալ, որ այս տղերքին, ովքեր падգամավորի
տղաներ են եւ իհարկե ոչ բոլոր պատգամավորների, ուղղակի կերպարային առումով, այսինքն այդ տեսակ տղաներին աղջիկներ պետք չէ սիրել, որովհետեւ ձեր կյանքը նրանց հետ ոչ թե երջանկության, այլ դեպի դժբախտության ճանապարհն է գնալու։ Այսինքն մի ընտրեք այդ ճանապարհը, ընտրեք ուրիշ ճանապարհ։ Այնց դա ավելի կարևոր էր։ Եվ կարծես թե ձեզ նաև հաջողվել էր մարդկանց մոտ ընկալվել հենց այդ կերպարում, որովհետև երբ ընթերցում ենք ձեր հարցազրույցները, պատմում եք մի քանի դրվագներ, երբ ձեր հետևից պարզապես կարող են գոռալ օրինակ տականք այդ դու էր կամ նման օրինակ ինչ-որ մի բան էր։ Այո, մինչև այսօր լինում են նման բաներ։ Մինչև այսօր լինում են նման բաներ, շատ հաճախ մարդիկ ասում են, որ ինձ հետ ծանոթանալուց հետո ասում են, որ այդ Աբելի քույրը հեռուստասերիալից հետո մենք քեզ ատելով ատում էինք, ատելով ատում էինք։ Ու ինձ համար դա լավ է, որ ես կարողացել եմ ստեղծել մի կերպար, ումից մարդիկ վախենում էին եւ զզվում էին։ Հետաքրքիր էր, ճանապարհ էր, որը ես անցա։ Լավ Հակոբ, եթե շարունակենք տվյալ սերիալի թեման, ապա մեկ անգամ ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ չի բացառվում, որ սերիալում կլինեն ձեր եւ տվյալ սերիալում ձեր զուգընկերուհու կողմից, Մերի Հակոբյանի կողմից բաց տեսարաններ։ Մասնավորապես նշել եք, չի բացառվում, որովհետեւ երկուսս էլ այնպիսի դերասաններ են, ովքեր բացարձակ խնդիրներ չունեն։ Սահմանափակումներ իհարկե կան էսթետիկայի առումով, սակայն մենք ընդհանուր առմամբ խնդիր չունենք։ Սցենարային զարգացումները դեռ չգիտեմ, սակայն չի բացառվում, որ բաց տեսարաններն էլ կլինեն։ Սերիալն արդեն ավարտվել է վաղուց, սակայն որպես այդպիսին բաց տեսարաններ չեղան։ Մասամբ եղան։ Մասամբ, բայց բռնաբարության տեսարան, բայց դա այդ ամենը կարծես թե բայց բաց չէ։ Բաց չէ։ Հետաքրքիր է, այնուամենայնիվ սցենարային լուծումներն էին այդպիսին, թե խնդիրներ առաջի եկան ձեզ հետ կապված սահմանափակումներ։ Մեզ հետ կապված ոչ այդքան խնդիր, այսինքն քննարկումները մեզ հետ կապված այդքան չեղան, ինչու, որովհետև հեռուստասերիալի լսարանով է դա պայմանավորված, թե ովքեր են նայում այդ հեռուստասերիալը, իսկ հեռուստասերիալը նայում են 12 եւ ավելի բարձր տարիքի երեխաները, եւ հետեւաբար բաց տեսարանները չէին կարող լինել։ Բռնաբարության տեսարաններ եւ մնացած այլ վատ տեսարանները կամ որոնք պետք է լինեին օրինակի համար բաց, դրանք ուղղակի փակ էին։ Ես չգիտեմ ինչու էին փակ։ Այդքան էլ փակ չէին։ Ու այնպես էլ չի, որ Մերին միանշանակ պատրաստ էր մեր կանալ, չկա նման բան։ Հակոբ, ինչպես հեռուստասերիալների տարբեր կերպարների, այնպես էլ ձեզ եւ Մերի Հակոբյանին այս հեռուստասերիալի ընթացքում փորձեցին միացնել եւ խոսակցություններ պտտվեցին այն մասին, որ ձեր միջև սիրավեպ կա, ինչ հետագայում դուք հերքեցիք։ Այս անձնականի մասին խոսելով կցանկանայինք ասեիք, արդյոք ինչ-որ փոփոխություն կա ձեր կյանքում, քանի որ միշտ հարցազրույցներում նշում եք, որ այս կյանքում ամենակարևոր բանը անձնականն ու ընտանիքն է։ Եվ հիմա էլ եմ շարունակում դա ասել։ Այս պահին ոչ, ինչ-որ մի շրջան կար, երբ իմ ոչ թե սիրտը, այլ միտքներ զբաղված, հետո պարզվեց, որ դա միտքս էր, ոչ թե սիրտս։ Ուղղակի երևի թե ցանկությունս այնքան շատ է, որ անընդհատ միտքս դրանով է զբաղվում, բայց սիրտս դեռ չէ։ Դուք կարողանում եք այդ ձեր անձնականը թաքուն պահել, որովհետև այս ընթացքում երբևէ բացի Մերի Հակոբյանի դեպքից երբևէ չի խոսվել, լուսանկարներ չեն հայտնվել լրագրողների ձեռքին։ Այո, կհայտնվեն այն ժամանակ, երբ որ իմ սիրտը կխոսի այդ մասին։ Բայց ծանոթության փուլում, շփման փուլում լուսանկարներ հրապարակել կամ այդ միջոցով PR-վել շատերի պես ինձ դա հետաքրքիր չէ։ Եվ այդ միջոցով PR-վել կամ եւ այլն, հիմա տեսեք, եթե ես մի աղջկա հետ լուսանկար հրապարակեմ եւ գրեմ, որ ես նրա հետ հարաբերությունների մեջ եմ կամ առհասարակ սկսեմ դրա մասին խոսալ, եթե ես իմ սիրտը դեռ վստահ չեմ, որ Իրանն է եւ Իրանն է իմը, ստացվում է, որ ես այդ աղջկա ճակատագրի հետ եմ խաղում ու այդ ամենավատ բանն է իմ համար։ Ավելի լավ է թաքուն պահեմ դա, որովհետև հիմա ես ուզեմ թե չուզեմ մի քիչ հանրային մարդ եմ եւ մարդիկ միևնույնն է քննարկում են դա։ Ինչու ես դա անեմ եւ այդ աղջկա ճակատագրի վրա ինչ որ ազդեցություն դա ունենա։ Ավելի լավ է դա չլինի։ Հակոբ, հեռուստահաղորդավարություն, դերասանություն, այժմ էլ երգարվեստ։ Դրանից առաջ ռեժիսուրա, պարարվեստ, այո, որոնք էլի պրոֆեսիոնալ մակարդակի վրա են, 14 տարի պար, 10 տարի որպես ռեժիսոր կինո եւ հեռուստատեսային ասպարեզում, հետո որպես հեռուստահաղորդավար, հետո որպես պրոդյուսեր, հետո որպես Հակոբ, ինչու չեք կարողանում գտնել ձեզ։ Ինչու եք անընդհատ փոխում ձեր մասնագիտությունները։
կարող է տպավորություն լինել եւ ես միանգամայն հասկանում եմ բոլոր այդ մարդկանց, ովքեր այն նման արձագանք կարող են ունենալ, որովհետեւ տպավորությունն իսկապես այնպեսին է, որ այս տղան մոլորված է։ Եվ ինչ որտեղ կա ճշմարտություն դրա մեջ, եւ ինչ որտեղ ես մոլորված եմ իրականում։ Ես չգիտեմ թե դա ինչպես է ստացվում։ Ժամանակ առ ժամանակ ես հայտնվում եմ այնպիսի մի տեղ, օրինակ հաղորդավարի կարիերայի մասին, եթե ես խոսեմ, ես հեռուստատեսություն եկել եմ ոչ թե հաղորդում վարելու, այլ որպես ռեժիսոր։ Ուղղակի ստացել եմ առաջարկ որպես հաղորդավար։ Լավ, իսկ Եվ հեռուստատեսությունում հաղորդավարական իմ կարիերայից հետո ոչ թե եկել էի որպես դերասան, այլ եկել էի որպես հաղորդավար։ Հետո նորից մտավ դերասանական արվեստը։ Չնայած ես այդ ամենը ուսումնասիրել եմ շատ երկար տարիներ Թատերական ինստիտուտում։ Եվ հիմա էլ ինչ վերաբերվում է երկարվեստի։ Այ երկարվեստը դա մի ուրիշ պատմություն է։ Հանդես եկաք Արմեն Հովհաննիսյանի հետ, ով իդեպ հայտնի է Հայաստանի ձայնը նախագծից, հետաքրքիր է ձեր սպասումները։ Սպասում եք, որ նման բուռն արձագանք կունենաք եւ այդ շրջանում գրեթե Facebook-յան բոլոր պատերին տարածած էր ձեր տեսանյութը։ Սպասում եք նման արձագանքի։ Իրականում չէի կարող ես սպասել նման արձագանքի եւ ոչ մի երկիչ չի կարող նման արձագանքի եւ ոչ մի հոլովակ չես կարող 100%-անոց իմանալ, որ նման արձագանք է լինելու։ Արմենը նույնիսկ այսպեսի մի բան եմ հիշում, որ հաջորդ օրը զանգեցին, ասաց, ես չգիտեմ մենք ինչ ենք արել, բայց ես արդեն հայտնի եմ։ Այսինքն արձագանքը այնքան շատ է։ Նրան այնքան հայտնիություն չբերեց Հայաստանի ձայնը, որքան որ այդ տեսանյութը։ Այո, ախպերս ու ես երկի վիդեոն իսկապես շատ մեծ տարածում ունեցավ եւ դրանից հետո էլ արդեն մեր մյուս հոլովակները, որոնք կրկին ամեն մեկը մոտ համարյա համացանցային առումով միայն 1 միլիոնից ավել դիտումներ ունեն եւ չենք խոսում տարածումների եւ մեկնաբանությունների մասին, որոնք իսկապես մեկը մյուսի հետևից գովելի են ու ասած տրամադրող շատ։ Իսկ հետագա պլանների մասին կապված երկարվեստի հետ։ Երկարվեստի հետ կապված ես հիմա, այո, ասեմ ինչ է լինելու։ Նախ ուզում եմ ասել, որ երգը եւ երգելը դա միշտ բոլոր ժամանակներում դուք դա շատ լավ գիտեք։ Իհարկե, դուք նույնիսկ երգում եք հեռուստաընկերության միջանցքներում։ Ամեն տեղ, երբ ես լողանում եմ, երբ ես միջանցքում եմ, երբ ես տխուր եմ, երբ ես ուրախ եմ, յուրաքանչյուր իրավիճակում ես երգում եմ, որովհետեւ ես միշտ դա սիրել եմ։ Բայց այս վիդեոից հետո եւ հաջորդ վիդեոից հետո էլ այսքան cover տարբերակներով երբ որ մենք սկսեցինք ներկայանալ, ես էլի չէի որոշի երգել երբեք, ես կարծում եմ եւ չէի էլ համարցակվի միգուցե շարունակել նաեւ երգել, որտեվ իսկապես տպավորությունն է իմ հանդեպ մի տեսակ մարդկանց արդեն այս տղենով է, ինչ է ուզում ասի մեզ, երգում է, պարում է, ով է այս տղեն, հա, այդ մոլորված տղայի կերպարն է մի տեսակ գալիս։ Բայց ես անկեղծ եմ ասում ձեզ, իմ եւ Արմենի դուետը ստեղծեց ժողովուրդը։ Այսինքն մարդիկ որոշեցին, որ մենք իրար հետ պիտի երգենք։ Եվ դա չանելը մի տեսակ արդեն շատ սխալ է լինելու, որովհետև ես կարծում եմ, որ դա Աստծո եւ ժողովրդի կողմից ինձ տրված հնարավորություն է, որպեսզի ես վերջապես իրականություն դարձնեմ իմ վաղեմի ու թաքուն երազանքը, ինչը երգելուն է վերաբերվում։ Եվ ես հիմա արդեն սկսել եմ աշխատել արդեն պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ես սկսել եմ աշխատել իմ ձայնի վրա, ես Արմեն Հովհաննիսյանը եւ մենք ունենք թիմ, պրոդյուսեր եւ այլն, այսինքն մարդկանց հետ, որոնց հետ մենք սկսելու ենք մեծ թափով կարծում եմ աշխատանք ու շատ Ինչ ոճերում ենք տեսնելու ձեզ։ Մենք այնպես են թանում ամեն ինչ, որ դեռ մի քանի փորձեր ենք անելու մեզ հետ, այսինքն կլինի մի երգ, որը ստացված սիրո մասին է լինելու եւ շատ գեղեցիկ մի երգ է, հույս ունեմ մարդիկ կսիրեն։ Կա երգ հայրենադարձության եւ մոր մասին,
եւ հայրենասիրական որոշ երգեր կան պարային եւ ուրախ 6-8 ֆորմատի մի քանի երգեր, որոնք ոչ ռաբիզ մակարդակի են լինելու, ավելի էստրադային եւ արդեն կան այդ երգերը։ Այսինքն դա լինելու է մի աշխատանք, ծրագիր, որպեսզի ես եւ Արմենը այնինչ հիմա ենք անում եւ այնինչ արդեն մի քանի անգամ արել ենք օրինակի համար տարբեր համերգների ժամանակ, հարսանիքների ժամանակ, մեր ամենօրյա աշխատանքի ժամանակ մենք բարձրանում ենք բեմ, մարդկանց ուրախացնում ենք, մարդիկ նրանց հետ միասին պարում, երգում։ Դա չի քննարկում, այո։ Այսինքն մենք հիմա փորձել ենք անել մի բան, որ մենք հենց բեմում ենք, ապա ինչ որ մի ասելիք ունենք եւ մեր ամեն երգով մենք ինչ որ ասելիքով պիտի բարձրանանք բեմ ու շատ շուտով հավանաբար արդեն ամռան սկիզբ կլինի մեր առաջին տեսահոլովակը։ Դա ուզում հարցնել վերջապես տեսահոլովակ կլինի։ Լինելու ամռան սկիզբ կլինի առաջին երգի տեսահոլովակը, Կարեն Սևակը արդեն աշխատում են երգի երաժշտության վրա, հետաքրքիր գործ է լինելու, կարծում եմ եւ հույս ունեմ, որ մարդիկ կսիրեն դա։ Հակոբ, եւ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, դուք հաղորդման սկզբում նշեցիք, որ այս պահին սպասում եք այն հեռուստատեսային առաջարկին, որը որ ձեզ իսկապես այս պահին կերջանկացնի։ Հետաքրքիր է, թե ինչ ձևաչափում եք այս պահին ձեզ պատկերացնում, որովհետեւ կարծես թե մինչ այս ձեզ տարբեր ձևաչափերում եք փորձել։ Ես ունեմ եւս մեկ թաքուն երազանք, դա մի հաղորդում է, որը մասշտաբային առումով շատ մեծ հաղորդում է։ Ես դրան նախապատրաստվել եմ 6-7 ամիս, այսինքն դա թղթի վրա ես ունեմ, իմ մտքում ունեմ, ես գիտեմ ովքեր են աշխատելու, ես գիտեմ ովքեր են դա կազմակերպելու, որտեղ է դա նկարահանվելու, ամեն ինչ այդ հաղորդման մասին։ Այդ առաջարկին ես չեմ սպասում։ Դուք պետք է առաջարկեք։ Չէ, ես դա չեմ առաջարկելու, որովհետև գիտեմ, որ հիմա օրինակ այդ հաղորդման համար միգուցե նաև ֆինանսական կամ այսինքն հարմար, երբ որ ունենում ես ապրանք, դու պետք է ինչ-որ հարմար տեղ ունենաս դա սպառելու, ես դեռ չունեմ դա հարմար տեղ սպառելու համար, բայց կգա դրա ժամանակը, կարծում եմ դա շատ հետաքրքիր հաղորդում է լինելու, իսկ հիմա սպասում եմ էլի մի առաջարկի, որը չգիտեմ ինչպիսին է լինելու։ Ուղղակի ես ուզում եմ լինել հեռուստատեսությունում, որովհետև ես կարոտում եմ հեռուստատեսությունը, որովհետև ես սիրում եմ խոսել տեսախցիկների հետ, որովհետև ես սիրում եմ աշխատանքային այս ինչ որ դուք անում եք այդ թիմային աշխատանք եւ այլ դուք շատ լավ գիտեք։ Մի խոսքով ես սիրում եմ հեռուստատեսությունը, ուղղակի սպասում եմ այդ առաջարկին, եթե լինի այդ առաջարկը եւ Կարծում ենք, որ հեռուստատեսությունն էլ նաեւ ձեզ է սիրում։ Այո, նրանք ասում են, որ ինձ շատ սիրում են։ Նրանք ասում են, այո, ես եթերում դա կարող եմ ասել, նրանք ասում են, որ ինձ շատ սիրում են եւ անպայման ուզում են շարունակել իմ այդ համագործակցությունը, ես էլ սպասում։ Իսկ մենք շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար, ինձ շատ հաճելի էր ձեզ տեսնել եւ լինել ձեր հաղորդման հյուրը։ Մեզ նույնպես շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Այսօրվա մեր տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի առաջարկվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, հասցե Իսահակյան 14։ Իսկ մեր այսօրվա հագուստը տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում B-Style խանութ սրահին, որտեղ առաջարկվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար նախատեսված նորաոճ հագուստ, հասցե Ամիրյան 10 կոտորակ 2։ Այսօր այսքան է, մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պահել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփ-արտներ կհանդիպենք։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաեւ Prospect Mall-ի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։